Արա դու ինչ ես կանգնած մնացել է։ Կրկնում եմ հարցս։ Ուր է Անին։ Արախյանից մենակ գժեր հրաստ գալի։ Ապեր դու շառ ես։ Գնա գործերով ես զբաղվի արա։ Անի հարցով էլ ստեղ չերևաս ու առհասարակ։ Էլ ընդհանրապես ստեղ չերևաս, հասկացար։ Դու հերթով իմ հարցերին պիտի պատասխանես։ Այսօր Ձեզ ինչ։ Այս ինչ ես թաքցնում։ Շատ եմ սպասելու։ Չգիտեի, որ ձեզ պետք է ասեմ, թե ուր եմ գնում կամ ինչ եմ անում։ Իսկ դու չգիտես, որ հորդ տանը չես ապրում, Բալիկ ջան։ Բայց ձեր տանն էլ չեմ ապրում։ Այս ինչ է։ Ձեր ինչ գործ։ Դու երևի մոռացել ես, չէ, որ այս մանկատան հովանավորը մեր ընտանիքն է։ Ու եթե մենք չլինեինք մեր ընտանիքը, դու փողոցում էիր հայտնվելու։ Սոված, ծարավ, անշոր, պարզա։ Ես շատ լավ տեղյակ եմ ձեր բարեգործություններից ու հովանավորչություններից։ Դուք ոչ թե մեր նմաններին օգնում եք, այլ մեր միջոցով ձեր փողերն եք լվանում ու կրկնապատկում։ Լեզուդ շատ է երկարել։ Կտրելու ժամանակն է։ Ես դրա մասին կհոգամ։ Սա ինչ է, դուրս տեղ։ Չեմ տալիս։ Մի ստիպի ուրիշ քայլերի գնամ։ Վախեցա գիտեք, դուք կարաք ազդեցություն ունենաք ձեր լոլոզի, աբգարի կամ ձեր ամուսնու վրա, բայց իմ վրա չեք կարա։ Ուր է տանդակը։ Հոպար ջան, բարերը չափավորի։ Դա ես քեզ ինչ հոպար դե հերիք եղավ, էլի ուր է կապը կտրածը։ Վերջին անգամ եմ ասում, չափերիք մեջ մնա։ Թե չէ ինչ։ 14 տարի իմ ձեռներից է հացկերը, եկել ես ինձ ասում ես ոնց է խոսամ։ Ուր է էդի։ Իա։ Բադու չես ամաչում։ Իմ նման մարդու հետ կարելի է սենց վարվել։ Ես ոչ մի վատ բան չեմ արել։ Գոնե սուս մնա։ Լեզուտ կծի բան մի ասա։ Հեսա ուզածը թա։ Իմ ուզածը մի բան է ու բոլորդ գիտեք դրա մասին։ Տո դու ինչ ես հասկանում այն մատնաչափիկ։ Կամ քեզ ով է հարցնում, առաջ ընկի ժամանակ չկա։ Ինքը ոչ միտեղ չի գալիս։ Դու ձենդ կդվի մեջ մինքի, արդեն ազդում ես վրես։ Անից տեղից քայլ անգամ չի անելու, ես չեմ թողելու։ Պահո, հələ նայեք, ինքը չի թողում։ Հարագացրու աղջիկ ջան, ժամանակ չկա առաջ ընկի։ Աղջիկա հետ նորմալ խոսա։ Լսի, դու խելոք մնա, թե չէ մարդ առևանգելու հոդվածով կտանեմ կփագեմ, եղավ։ Ասացի չեմ գալիս։ Առաջ ընկի քեզ ոչ մեկ չի հարցնում։ Չեմ գալիս ու վերջ։ Լսի, այն մարդը ավտոյի մեջ է։ Հենց մի արա կանչեմ գավերև, առաջ ընկի։ Այս ինչ թղթապանակ է։ Այսօր էիր վազում, ումից էիր փախչում։ Թե ընկերուդ պես որոշել էիր ծլկեիր։ Վախեցաք։ Հա, դողում եմ։ Չես տեսնում։ Ձեռքերս ինչ վիճակի մեջ է։ Տենց էլ կա ինչքան էլ փորձեք հակառակը համոզել։ Կարդացեք, ձեր բարեգործի անունը լավ կարդացեք։ Շուտով բոլորի դիմակները պատռելու եմ ու բոլորը իմանալու են թե ով եք ու ինչով եք զբաղված։ Այ անշնորհակալ, պետքա թողեի սոված ծարավ փողոցներում թափառեիր, որ մեր արժեքը իմանայիր։ Ձեր տանը չեք ինձ պահել, որ մի հատ էլ երեսով եք տալիս։ Այդ մանկատունը ոչ ձեր, ոչ էլ ձեր սիրելի աբգարի սեփականությունն է։ Այդ դժբախտ,
Ես հասկանում եմ, լքված լինելու գիտակցությամբ ապրելը ծանր բան է, բայց ներսի թույները պետք չի ուրիշի երջանկության վրա թափել։ Ջահել աղջիկ ես, ամոթ է։ Այդ ամոթանքը շուտով շատերը ձեր դեմքին են թափելու։ Դուք էլ սպասեք։ Էսա հաղթաթուղթդ։ Այդ թղթապանակը ինձ արդեն պետք չի։ Կարևորը միջի տեղեկությունն էր, որը կարաք ինձնից խլեք մենակ ինձ սպանելով։ Չնայած գիտեք չեմ զարմանա, դուք ամեն ինչի ընդունակ եք, բայց իմացեք, եթե նույնիսկ ինձ սպանեք, Անին ամեն ինչ իմանալու է։ Չփորձես ինձ սպառնալ, լսում ես, այ անպատկառ։ Չեմ սպառնում, զգուշացնում եմ։ Զգուշացնում եմ, որ Անին ամեն ինչ իմանալու է։ Իմանալու է, որ հորը խոստացել եք, որ Անին կխնամեք միջև իր չափահաս դառնալը, որից հետո նա իրավունք կունենա տեր կանգնել ծնողների ժառանգությանը։ Այնքան անխիղճ ու անհոգի եք, որ ոչ միայն չեք խնամել, այլ հանձնելով մանկատուն մի հատ էլ մանկատան տնօրենի հետ հանցավոր համաձայնության մեջ եք մտել, որ լավ կպահեք կպահպանեք մինչև 18 տարեկանը, որ հետո ամուսնացնեք ձեր այդ թերհաս տղու հետ, որ լավ էլ արժանանաք իրենց ժառանգությանը։ Այս եք դուք, ու ձեզնից ոչ պակասել այդ աբգար կոչեցյալը։ Թքել եմ այդ թղթապանակի վրա։ Այդ ինձ համար ընդամենը թղթի կտոր է։ Բալիկ ջան, այդ հեքիաթը դեռ ապացուցել ու փաստել է պետք։ Կանեմ, այդքանը որ արել եմ, էդ էլ կանեմ։ Սրանն եք։ Նազուտ ու զաղնում։ Առաջ ընգի։ Ջիկ ջան, քեզ ինչ է կարել, որ ես փախես ընկել։ Տնաշեն, ամուսնացնում ենք էլի։ Հա էլի։ Իրակամքին հակառակ եք ամուսնացնում։ Էլ արդեն կողմնակի մարդկանց գործը չի։ Չէ, բայց դու սրա համարձակությանը նայի։ Եկել եմ մի հատ էլ հորս տան մեջ պատասպարվել, առաջ ընկի։ Լսել է։ Ասում տակդ մի բան կա նեղանում ես։ Լավ էլի բաբիկ, էլ մի սկսի։ Առաջ ընկի, գնացինք, ժամանակ չկա, դավայ։ Արի բաբու։ Իրա, սրտաճմլիկ բաներ մի խաղա, դավայ։ Սրա տեսարանները նայեք։ Ապապ, Ան որն է։ Կտանք։ էս իր լավ բան ասիր հերս։ Ես էլ ես փայտահատի քոթեջի դռան դեմը կանգնել եմ, չեմ հավատում, որ ստեղ չի։ Տարեք հյուրանոց հեսա գալիս եմ։ Փայտահատը հերդ այ Որս ինչքան է զանգ է դավու ջան։ Դավ, Ուր ես այ ախպեր մեռա զանգելով։ ես հիվանդների դեմ էի պայքարում որ պատիլն։ Անին տարան։ Ոնց տարան։ Արա բա դու տե ինչ էիր անում որ տարան։ Հետո ծիծաղով ես հիշելու ես օրերը, ես քեզ խոստանում եմ։ Հայ բաբկեն ջան, մի խորացեք, կարևորը որ ողջ, առողջ գտել ենք։ Այն մնացածը անցողիկ բաներ է։ Վայ, նայր, մամատա, անհանգստանում է։ Հա, ծիտիկս։ Աբգարը հետը դա։ Հա, ինչ կա որ։ Դե ասա, եթե այդ գործարքից իրան փող չտանք լրիվ արդարացված կլինի, որովհետև մայից են բրկել։ Իսկ ավելի պարզ։ Այն անդաստիրակ աղջիկը մեր կապը կտրածի ընկերուհին։ Փաստաթղթերը վերցրել փախնում էր, հազիվ եմ ձեռքից խլել։ Լավ, կյանքս հիմա տեղս մի քիչ նեղա, հետո կզանգեմ, լավ։ Այդ որտեղ ես, որ տեղը տենց նեղ է։